Ուժեղ այս Թայսոնը։ Մուշո, այդ ճիշտ է, որ այս Թայսոնը կնգամեջնից էցել է։ Հա, Թայսոնը կնիկ տփելու աշխարհի չեմպիոն է։ WBC վարկածով։ Այդ որն է որ։ WBC։ Այդ ես անգլերեն չեմ հասկանում, բայց գիտեմ, որ WBC-ն հապավում է։ WBC Live Boxing Champion։ Բոքսի չեմպիոն, ճիշտ է։ Տոշն էլ ասեց։ Հա։ Այ Թայսոն ականջդ կանչի, ստեղլներ մի երկու քո ականջդ ձգեիր։ Աշուտ չձգեիր, կծեիր։ Տաթև ջան, ուշադրություն մի դարձրու սրանց ասածներին, որ ուշադրություն դարձնենք սրանց, այս տնից պետքա վեր կենանք ու դուրս գանք։ Լիկա, եթե մենք մեր իրավունքները չպաշտպանենք, ով է պաշտպանելու, Մարտին Լյութեր Քինգը։ Լսի, ուզում եմ Մարտին Լյութեր Քինգ Քոնգը գա, մեկ է մեր իրավունքները մենք պիտի պաշտպանենք։ Սառը պատերազմում հաղթում է նա, ով համբերատար է։ Հա, սառը ասեցի, հիշեցի։ Այս սառնարանից մի հատ այն սառը ձմերուկը չես հանի, ուտենք։ Ձմերուկը դատարկ է։ Ինչ։ Մի անհանգստացի Տաթև։ Իմ կարծիքով մեր ձմերուկը շատ հեռու չի գնացել։ Ասեմ ավելին, մեր ձմերուկը էս սենյակում է։ Հիմա կստուգեմ։ Տղաներ, կկանգնեք մի հատ։ Այսինքն Տաթև, ձմերուկը ստեղ է։ Դանակը բեր կտրենք։ Տարիքի հետ անպայման մենք փնտրում ենք օթևան ու հաճախ տներ արծում ընկերներ ու ազգական բարեկամ ու հարևան մեզ օգնում են այդ հարցում լուսավոր ու արևկող բարձր որ չմտնի կող լինի գազ ու լինի լույս պոնդեպի մասից նայող տալ պատրաստ ենք լիքը փող որ ունենանք full house թղթախաղի պես զգվում է օրը մինչև լույս հաճախ ուրախ մեկ անհույս թե չեք ուզում այս պայքարից մնալ դու խաղից դուրս դες հարկավոր է full house ապրել եմ ուզում full house-ում սուս full house ով է լսում full house-ում սուս full house իմ կյանքն եմ բացում full house-ում սուս full house սեր եմ երազում full house-ում սուս full house Մուշեղ հիմա մնացինք մենք մերոնցով, ճիշտն ասա։ Դու ես կերել ձմերուկը։ Հա, ես եմ կերել։ Ու լավ եմ արել։ Ու ոնց ես առանց ձմերուկը կտրելու մեջինը կերել։ Ախպեր գործից հոգնած եկա տուն։ Սոված մեռնում էի։
Մի խոսքով ոչ թե կերել եմ այդ ձմերուկը, այլ խմել եմ ու լավ եմ արել։ Իրանց հասնում է։ Էս մեր տունն է։ Հա։ Մենք իրավունք ունենք մեր տան մեջ ինչ-որ մի բան մի տեղից վերցնենք, դնենք մյուս տեղը։ Հա։ Ունենք։ Ես էլ սառնարանից ձմերուկը վերցրել եմ, դրել եմ ստամոքսիս մեջ։ Մուշեղն է կերել ձմերուկը։ Հա, տաթև, այդ հասկանալու համար պարտադիր չէր տղաների խոսակցությունը լսել։ Պետք էր ուղղակի մուշեղի փորին նայել։ Լիք, հələ լսի, կարող եմ մեր սենյակի համար առանձին սառնարան գնենք։ Այդ տերմնում պակաս։ Այս հարց ուրիշ ձև պետք է լուծել։ Ու ես արդեն գիտեմ, թե ինչ պետք է անել։ Ես համոզված եմ, որ նմանատիպ փորձ էլի է լինելու։ Վաղը ես մեր ինստիտուտի լաբորատորիայից հալյուցինոգեն լուծույթ կբերեմ ու կսրսկեմ ձմերուկի մեջ։ Ու այդ ձմերուկը կդնեմ սառնարանի մեջ։ Այդ ո՞րն է, այնա որ աչքերիդ ինչ-որ տեսիլքներ են երևում։ Հա, իսկ եթե դոզան ուժեղ լինի, շատ հնարավոր է, որ մուշեղը այդ սառնարանից ծիրո առաջարկություն անի։ Լիքավատանգավոր չի այդ առողջության համար։ Չէ, բայց հետևանքները ոնց հասկացար շատ ծիծաղալու են։ Ես նույնիսկ մտածում եմ, որ այդ ամեն ինչը կարելի է նկարել։ Լավ էլի, ես տուն չեմ գալու ինքան ժամանակ, մինչև պապան չհամակերպվի այն մտքի հետ, որ ես ոստիկան չեմ դառնալու։ Ես երգիչ եմ դառնալու։ Լավ էլի, ինչ հրեշտակ։ Չեմ դառնալու, ոչ էլ հրեշտակապետ։ Լավ, ման, մի խոսքով, կխոսենք։ Լավ։ Ֆելո, ըստ հոգեբանների ավելի շատ հայլու մեջ նայում են կամ վարորդները, կամ էլ սիրահարվածները։ Բայց որ հաշվի առնենք, դու այնքան հեռու ես մեքենավարելուց, ինչքան Երևանը ձեր գյուղից, մնում է երկրորդ տարբերակը։ Դե ես չի, որ ես սիրարվել եմ, բայց մի հատ աղջիկ կա, որի հանդեպ անտարբեր չեմ։ Իսկ ով է այդ աղջիկը։ Բայց խոստուր, որ մուշեղին չես ասել։ Խոստանում եմ։ Տաթևիկը։ Տաթևիկը։ Ֆելո դու գժվել ես։ Ոնց կարելի է սիրարվել մի աղջկա, ով արդեն հետը չամուսնացած ուզում է տունը կիսի։ Լավ էլի արդ։ Փոխանակ մի հատ խորհուրդ տաս, փոխանակ ասես ինչ անեմ, հումորներ ես անում։ Խորհուրդ ես ուզում։ Ասեմ։ Առաջին հերթին դու այդ աղջկա աղբորը պիտի տենաս։ Հաշվի առնելով այս իրավիճակում, որ ես եմ իր աղբերը, ես էլ դեմ եմ։ Չեմ ուզում, որ իր հետ ամուսնանաս։ Ինչի համար։ Որովհետև ինքը փոքր է աղբերը։ Ասելի ձեռ ես անում։ Բայց չես ուզում նա հասկանաս։ Դուք իրար համապատասխան եք, թե չէ։ Արունակ դու գարասկոպով ինչ ես։ Կույս։ Գարասկոպով է։ Երիքա ձեռ անես։ Չես ուզում օգնես, տենց էլ ասա աղբեր։ Գիտես ինչի չեմ ուզում օգնեմ։ Որտե դու ես բան ես արել, որ ես քո տեղը ելնեի, գետինը կմտնեի։ Ինչ եմ արել։ Ոնց կարա մարդ սիրահարվի իր կնոջ ամենամոտ ընկերուհին։ Որ դիտան իմանա, կբաժանվի։
Տղեկ, ես իջնում եմ խանութ, սիգարետ առեն, ձեզ ինչ-որ բան բերեմ։ Չէ, Ռուս ջան, բան պետք չի։ Բարև ձեզ, ինչ որ բան կցանկանաք։ Вообще-то կցանկանայինք։ Աչոնիկ ջան, ուրեմն դեմի համար ասեմ, որ կցանկանայի մի հատ անունը տնձի բախշեիր, էլ։ Տաթևիկ։ Աջելիա։ Ես է կամոն եմ, բայց այսօրվանից դու ինձ կարաս մռութ ասես։ Ամի լսա ինչ եմ ասում։ Ուրեմն երկու հատ քյաբաբ ես բերում, այդ քյաբաբների վրա կեչուկով հեռախոսիդ համարը գրում ես, սպասում եմ։ Մուշ, սենց էր գնացել խանութ։ Անջի տապեշկեկով չի կարելի խանութ գնալ։ Ես քո դեմքի մասին եմ խոսում։ Սիմպաթիչնի տղա ես, ինձ է ձեռ ես առնում, Արա ես որ քո տարիքում էի, աղջկեկը վեննա են գցում իմ համար։ Ոչինչ ապեր, դու եք կմեծանաս։ Մուշո, գնամ այդ հայլու մեջ քեզ նայի կհասկանաս ինչի մասին եմ խոսում։ Սպասի։ Սովոր է։ Ես էլ ասում եմ, խանութի աշխատողան չի մի տեսակ բրես նայում։ Են խնդացող երեխուն էլ անիմաց չափ հալախեցի ար։ Լավ, Արսեն տղա։ Լավա, ես գոնե ենքան արդար եմ, որ արդուն ժամանակ եմ պաստում, ոչ թե քնած ձեր նման։ Մուշո պապայարան մենք չեն կարել։ Ով արե։ Ով կա այս տանը։ Աղջիկներ արա։ Աղջիկներն են արել։ Աները սարս ջան։ Դու Աջան։ հաստավիզովը։ Կամոն։ Կամոն համատիրության նախագահ, բայց ինքը գիտի աշխարհի նախագահ։ Պուտին էլի։ Ապա բայց իրականում ըննենց վախկոտ մարդ է, դեսը կհամոզվես նայ։ Էդ ինչ կրակոց էր, արա։ Կներեք, կրակոց չէր, ուղակի բաժակ ջարդվեց։ Բաժակ ջարդվավ։ Դե տես զգուշել եք մատմուտ չճղեք հանգարց։ Եղավ, կներեք։ Ջոգեցին ապրովա։ Ֆե՞, այսպես հարցնում որոպե։ Դե մի քիչ առաջ Տաթևիկի հանդեպ իրան շատ վատ պահեց։ Խի ինչ կա որ Տաթևիկ էր, Տաթևիկ։ Կարող ես սիրահարվել ես։ Ապեր ճիշտ է, Տաթևիկը լավ աղջիկ է։ Բայց մի հատ հետաքրքրվի որտեղ ապրում, ում է դա ապրում, вообще տեղյակ չեմ ասեմ։ Բո, ես գիտեմ Տաթևիկը որտեղ է ապրում եւ ում է դա ապրում։ Դու ինձ ավելի լավ ասես կամոյի հախից ոնց գանք։ Ես աշկից թազապարծե ձմերուկ ենք ստացել։ Շախ որպես ձեռ չտաս։ Այդ աղջիկներն են առել իրաց ծմերուկնա։ Բա հացուպանիր ինչի չեն առել այդ կձիբները։ Մուշտես բան չանես։ Աղջիկների ձմերուկնա, համել ես դրանց հավեսը չունեմ։ Արսեն, ես հենց իրանց ինադու այս ձմերուկը պատի ուտեմ։ Իրանք ինձ կպաստեն կմարսեն, ես այս ձմերուկը կուտեմ ու չեմ մարսի։ Այս անգամ ուտելու ուրիշ տարբերակ եմ մտածել։
Ալը մի հատ գտալ դու։ Դաթև։ Ինչ ես անում։ Հեռախոսի համար եմ գրում։ Իմ համարն ես գրում։ Չէ։ Գրում եմ այն մարդու համարը, ով կամու հետ կվարվի ինձ, ոնց որ կամուն էր ուզում քո հետ վարվել։ Ոնց որ ասում է մատնաչապիկի մեջի գործի մերը, вот и поели, можно и поспать. Նոր, ինչ ա եղել։ Արս չշարժվես ամեր։ Ասպաս։ Նոր։ Էդ ինչ էր։ Կարիճ էր ապեր։ Ինչ։ Կարիճ ինչ գործ ուներ կու։ Ես բերել ես, ես կապցանեմ ես, Ուրեմն լսի աշոնիկ ջան, ես զանգեմ եմ կեզ, իրիգունը իրար էթում ենք մի լավ չոփոն մոփոն ենք անենք, ավելներով տապում ենք իրար, զանգեմ եմ համարս թող գրանցվի մոդդ։ Ալո։ Կամո դու ես։ Ով է։ Արծրունիչն է։ Ինչ արծրունիչ։ Որ մի քիչ ուղեղդ շարժես կհիշես։ Ես վերադասից չես ճանաչում, կարող է քեզ ստորադասել։ Այ, մերն եմ ջանիդ, ոչ չեմ ճանաչում, ոնց ես արծրունիչ ջան։ Այ հաստավուց, ես ընկերոջս աղջկանից համար ես ուզե։ Գերոջդ աղջկանից։ Արծրունիչ ջան, եթե ես իմացել եմ ընկերոջդ աղջիկն է համար եմ ուզե, գետինը մտնեմ, 1000 անգամ ներողություն։ Ինձանից ներողություն մի խնդրի, իրանից խնդրի։ Եղավ աստված, արծրունիչ ջան։ Աղջիկ ջան, 1000 անգամ ինձ ներող եղի, ես չհասկացա ինչ կատարվավ, ուղղակի ես չգիտեի, որ քո պապան իմ պապա Արծրունիչից հարազատն է, դրա համար զուտ ներող եղի, ցավդ տանեմ, անցած ըլնի։ Ալո։ Արա ես քեզ ասում եմ ներողություն խնդրի, դու գլուխ ես պահում։ Ումիդ ես կողերդ նայի, դու չգիտես, որ քո հեռախոսը պռաստ լուշկի տակ է։ Դավայ արագացրու, ներողություն խնդրի։ Եղավ թագավորս։ Մայրիկ աղջիկ ջան, 1000 անգամ ներողություն, ես հո չգիտեի, որ դու արծրունիչից հալալն ես, ցավդ տանեմ։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, Armenia TV-ի եթերում Բարի լույս հայեր ծրագիրն է։ Բարի լույս հայեր, սկսեք առավոտը մեզ հետ, որովհետև մենք խոսելու ենք ամենահետաքրքիր թեմաներից։ Մուշեղ ջան, ո՞նց ես։ Լավ, Սիմո ջան, դուք լավ եք։ Պատանականների վերջին Բոբ Մարլին մոր հետ լքում է Փերիշը, որտեղ ծնվել է։ Մուշեղ։ Ում հետ ես խոսում։ Հաղորդավորների։
Ոնց պիտի լինի։ Երեք ամբողջ օրը խմում էի։ Այսօր հազիվ եմ արթնացել։ Մի խոսքով գլուխս էլ մի քիչ ցավում է։ Մախո ջան, ինձանից քեզ խորհուրդ։ Մի հատ պախ պիվա ես խմում։ Ու պախմելիս դեռ դուս ես գալի։ Եղա մուշը, ես եթերից հետո կխմեմ, լավ։ Նրա երգերը դառնում են ռասայական հավասարության։ Մուշո, լավ ես։ Լավ եմ, ինձ ինչ է եղել։ Արակամո, հիմա այդ դեմիդ դրած շիշը վերցնում ու ջարդում ես գլխի։ Արձերում ինչ ջան, էսի պլաստմասի շիշա, էսի չի ջարդվում, ցավը տանեմ։ Արա ինչ չի հետաքրքրում, որ ասում եմ ջարդի, ուրեմն ջարդի արա։ Եղավ թակավորս, դու ասես ես չջարդեմ։ Ուժեղ ջարդվի։ Ես ինչ եմ ես գցել սրան։ Ես ում հետ այրախսով խոսացել։ Իմ հին ծանոթներից մեկի հետ։ Սրան քիչ է հələ։ Սրա պատճառով միջև քեզ ցավը տանեմ, իրիկատ մոտիցող թողի գործից դուրս այգի գնացել է։ Բայն մեկը լսել եք, որ ամարանցին երազ ա տենում, մոտիկանում ա տնում ա երազ չի, գազել ա։ Այ կմերեմ ես, այլ բոմբա է, բոմ, այ, Մուշ, ջուր կխմես։ հա, մերսի մամ ջան։ Այն սուրը, որը սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը։ Մուշեր ջան, ես քո մամա չեմ։ Լրիվ անարակ կին, ես կսպանեմ քեզ ստահակ։ Արսեն ես ինչ ա եղել։ Ֆելո մուշոն գժվել է, ստեպտի տենային ինչ էր կատարվում։ Ոտի բուժերն ապետ զանգել, շուտ։ Երեխեք ջան, մուշեղից ինչ լուր կա։ Ինչի մուշեղին ինչ ա եղել։ Ոնց ձեզ չեն ասել։ Դե լավ, որ չեն ասել, հետո տղաները կպատմեն ձեզ։ Տիկին Տամարա ինչ ա եղել մուշեղին։ Ախր ոնց ասեմ։ Նենց հուզված եմ, չեք պատկերացնի։ Խոր մուշեղը նենց լավ տղա է, երեխեք ջան։ Խղճից չի նստել։ Ես նրան կյանքում այդ վիճակում չէի տեսել։ Տիկին Տամարա, կասեք հիմա ինչ ա եղել, անհանգստացանք։ Թե ոնց ասեմ, մի քիչ առաջ ուշեղին զսպաշապիկ հագցրին ու տարան հոգեբուժարան, պատկերացրին։ Հոնգուր լաց էր լինում, կյանքում նրան այդ վիճակում չէի տեսել։ Այս ինչ լավ բան ասեցիք, տիկին Տամարա։ Իմ ասացի որ մասն էր լավ է։ Տիկին Տամարա մի անհանգստացեք, ես մասնագիտության բժշկուհի եմ ու համոզված եղեք, վաղը մուշեղը ողջ ու առողջ գալու է տուն։ Լավ, թե որ լուրեր ունենաք ինձ տեղյակ պահեք։ Լիկա, բայց հաստատ մուշեղին բան չլինի։ Վայ տաթև հանգստացի, գիտես քանի անգամ ենք լաբորատորիայում շների վրա փորձարկել ենք։ Ու տեսներ ինչեր էին խոսում։ Միացրու լավ։ Ախ սիրելիս գալու է, օրը ու դուս գալու է։ Մուշո։ Բապ։